Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ենք հայտնում քրիստոնեական առաքելություն հայոց եկեղեցու կողմից շնորհավետ կանչ հաղորդմանը հավատարմորեն դիտելու եւ աջակցելու համար։ Հրավիրում ենք ձեզ եւ ձեր ընտանիքներին մասնակցելու մեր եկեղեցու բոլոր գործունեություններին Կիրակի ժամը 1-ին հայերեն եւ 3-ին անգլերեն լեզուներով։ Նույնպես ուրբաթ ժամը 7:30-ին Սուրբ Գրքի սերտողությանը։ Ունենք տարբեր ծրագրեր բոլոր տարիքի անձանց համար։ Սպասում ենք ձեզ։ Դերոջը ողորմությունները հավիդյան պիտի երկեմ, անոր հավատարմությունը իմ փեռնովս ազգե ազգ, սերունդ է սերունդ պիտի պատմեմ։ Վասնզի եսի թե ողորմությունդ հավիդյան պիտի հաստատվի, երկնքի մեջ պիտի հաստատես քո հավատարմությունդ։ Ես իմ ընտրյալիս հետ ուխտ ըրի, իմ թավիտ ծարայիս երթում ըրի եսելով, քո սերունդդ հավիդյան պիտի հաստատեմ, եւ սերունդ է սերունդ պիտի գերդեմ քո աթորդ, պիտի շինեմ, պիտի հաստատեմ քո աթորդ։ Երկինքն ալ կփարավորե քո ուրաշներդ ով դեր եւ քո հավատարմությունդ սուրբերուն ժողովի մեջ։ Երկնավոր Հայր, որքան փառք կտան քեզի, որ երկինք իր հաստատության մեջ կփարավորե քո ուրաշները։ Կհիշենք քո հավատարմությունդ, որ մեր կյանքերում մեջ թուն գդարած ես։ Կտեսնենք քո գործերդ երկնավոր Հայր, որ ոչ թե միայն այսօր գնես, հապա ըրած ես դարիներու ընթացքին եւ խոստացած ես ընելու Աբակային։ Շնորհակալ ենք, որ եկած ենք այսօր քո դաջարիդ մեջ քեզ բաշտելու։ Շնորհակալ ենք, որ այսօր դու մեր ոտքերը հոզ առաջնորդեցիր եւ մասնավորապես մեզի առողջություն տվիր, որբեսի ըլլանք քո ներկայության մեջ մեր եղբայր քույրերուն հետ զիրար քաչալերելով քեզ բաշտելու, քեզ մեծարելու։ Երկնավոր Հայր, անոնք, որոնք մեզի հետ չեն այս պահուն գաղութեն, որ դու զիրենք այնցերես ուր որեն։ Ոմանք դեր, որ Հիվանդանոսի անգողիններում մեջն են, դու զիրենք այցելես հոնդեր։ Որոնք որ դեր հիմա իրենց դուներում մեջն են, հիվանդության պատճառով զիրենք այցելես հոնդեր։ Անոնք, որոնք դեր կորձով մեզի հետ չեն, գաղութեն, որ այցելես իրենք։ Իսկ անոնք, որոնք զուլությամբ մեզի հետ չեն, Երկնավոր Հայր, գաղութեն, որ անոնցալ այնպես այցելես, որ իրենց ոտքի հանես, որովհետեւ հասկանան, որ դեր զուլությունը քեզ մեջ է, հապա աշխատասիրությունը, փառապանությունը, հավաքվիլը եղբայր քույրերու հետ անգա է, որ քեզ մե է։ Եվ դեր առաջնորդես իրենց ոտքերը թեպի քո դաջարդ, թող որ դեր անոնք միանան քո սուրբերոդ եւ միասնապար դերը բաշտեն։ Եվ Երկնավոր Հայր, այս ժողովուրդը հոստեղը այսօր քո հոգի ներկործությունով այնպես հրահրես, այնպես քաչալերես, այնպես մղես, այնպես օրհնես, այնպես լեցնես իրենց սրտերը, որ դեր ցածկրդելով այստեղ են դուրս երթան, որովհետեւ քո պատկամը փերեն։ Քո ներկայությունը իրենց կյանքերում միջոցով թող որ պատկամը լա իրենց շրջանագին մեջ։ Եվ դեր թող որ դու օրհնվես մեր միջոցով, քանի որ քո կորձն է, որ մենք սկսած ենք այդ քո կորձն է, որ դու պիտի շարունակես եւ գաղութեն որ հաստատես քո կորձը մեր կյանքերեն ներս։ Այս բոլորը կխնդրենք հանուն Հոր եւ Որդու եւ Հոգվույն Սրբո։ Ամեն։ Ամեն։ Եկեք ողքի կանգնենք Տիրոջ առջև եւ փառք տանք մեր Աստծուն, որովհետեւ նա բարի է։ Կարող ես ինձ հետ ասել, փառք տվեք Աստծուն, որովհետեւ նա բարի է եւ նրա ողորմությունն է հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Փառք տվեք Աստծուն, նա բարի է, ողորմությունն է նրա հավիտյան։ Փառք տվեք Աստծուն, նա բարի է, ողորմությունն է նրա հավիտյան։ Մեկ անգամ ևս, փառք տվեք Աստծուն, նա բարի է, ողորմությունն է նրա հավիտյան։ Փառք տվեք Աստծուն, նա բարի է, ողորմությունն է նրա հավիտյան։ Сайн օրն է, որտեղ նստեցեց, եկեք ընթանք եւ ուրախ լինենք, ով Աստված մեծարում ենք քեզ, փառաբանում ենք քեզ հավիտյան, փառք տվեք Աստծուն, նա բարի է, ողորմությունն է նրա հավիտյան։ Сайн օրն է, որտեղ նստեցեց, եկեք ընթանք եւ ուրախանանք, ով Աստված մեծարում ենք քեզ, փառաբանում ենք քեզ հավիտյան, փառք տվեք Աստծուն, նա բարի է, ողորմություն
անուն է նրա հավիտյան ասա իրեն Արտվեք ասում նա բարի է ողորմությունները Сайн օրն է որտեղ նստեցեց Եկեք ծնծանք և ուրախանանք Ով Աստված մեծարում են քեզ Փառաբանում են քեզ հավիտյան Փառք ասում նա բարի է ողորմություն է նրա հավիտյան Փառք ասում նա բարի է ողորմություն է նրա հավիտյան Այո Տեր Հիսուս Դրա համար ես հիմա բոլորիդ հրավիրում եմ Այս երկնասվե մարդիկ այսինքն դուք Աստծո մարդիկ դուք էլ մեզ միացեք մեզ ովքեր որ ձեզ ծառայում ենք եւ բոլորս միասին Էմմանուելին երգենք եւ նրա անուն այսօր մեր մեջ հիշելով Աստծո ուրախ լինենք Համաձայն եք կմիանաք մեզ Այո չվախենաք հանգարց Աստված մեզ հետ է Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմմանուելի երգեք Նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինենք Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմմանուելի երգեք Նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինենք Ահա մենք մեր ուրախ երգերով Հիսուս քեզ են գոհում Քո անունը միշտ հիշելով ցնցում ուրախանում Ահա մենք մեր ուրախ երգերով Հիսուս քեզ են գոհում Քո անունը միշտ հիշելով ցնցում ուրախանում Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմմանուելի երգեք Նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինենք Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմմանուելի երգեք Նրա անունը հիշելով Աստծո ասա նրան այս խոսքերը մեր սրտերը միշտ ցնցում անունով Սուրբ Հոգու օգնության երգով Ամեն Մեր սրտերը միշտ ցնցում են Հիսուսի անունով Սուրբ Հոգու օգնության երգով Հոգու սուրբ երգերով Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմմանուելի երգեք Նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինենք Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմմանուելի երգեք Նրա անունը հիշելով Աստծո ասա ինձ հետ Պիտի երգենք մենք շարունակ Հայր Աստծո առջև Ունենք մենք մի մեծ նպատակ Աստծո որդուն Ամեն Պիտի երգենք մենք շարունակ Հայր Աստծո առջև Ունենք մեր նպատակ այսօր Աստծո որդու բացեք Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմմանուելի երգեք Նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինենք Մարդիկ դուք էլ մեզ միացեք Էմմանուելի երգեք Նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինենք Նրա անունը հիշելով Աստծո ուրախ լինենք Նրա անունը հիշելով Աստծո ուրախ Ամեն Աստծո խոստումն ինչ էր Եթե գաք ինձ ես պատրաստ եմ ձեզ ընդունելու Եթե այսօր մենք գանք Տիրոջն ասենք Տեր Հիսուս ուզում եմ քեզ ավելի մոտիկից ճանաչել Այն ժամանակ Տիրոջն ասում է որ իմ հոգին է ձեր մեջ Եթե ասենք նրանք որ ուրախությամբ ցնցում ենք Տեր Հիսուս Տերն ասում է իմ հոգին է ձեր մեջ Այսօր Աստված մեզ հոգիով լեցնում է Եթե մենք սովորենք նրան սրտանց պաշտել ամեն Ուրեմն ես ասեմ դուք ինձ օգնեք պատասխանել Երբ Տիրոջը մոտենք մենք Իր հոգին է մեր մեջ Ուրախությամբ ցնցում ենք Իր հոգին է մեր մեջ Իր հոգիով լեցնում ենք Իր հոգին է մեր մեջ Սրտանց
նպաստում է Իր հոգին է Եվ ինչ մեր եք ասում մեջ իրենց Հալելույա Իր հոգին է մեր մեջ Հալելույա Իր հոգին է մեր Հալելույա Իր հոգին է մեր մեջ Հալելույա Սուրբ հոգին է մեր մեջ Տերն է մեր հովիվը Իր հոգին է մեր մեջ Ինչանում նա մեզ միշտ պահպանում է Իր հոգին է մեր մեջ Արժանի է նա փառքի Իր հոգին է մեր մեջ Իր սուրբ հոգու զորությամբ Իր հոգին է մեր մեջ Հալելույա Իր հոգին է մեր մեջ Հալելույա Սուրբ հոգին է մեր մեջ Հալելույա Իր հոգին է մեր մեջ Հալելույա Իր հոգին է մեր մեջ Նայեց ուսմարի ճամփան Իր հոգին է մեր մեջ Ուր որ առաջնորդում է Իր հոգին է մեր մեջ Արժանի է գովության Իր հոգին է մեր Ինչ անեն իր անունը մեծարեն Իր հոգին է մեր Հալելույա սե Հալելույա Իր հոգին է մեր մեջ Հալելույա Սուրբ հոգին է մեր մեջ Հալելույա Իր հոգին է մեր մեջ Հալելույա Սուրբ հոգ լսեմ ձեզ Հալելույա Այո Հալելույա Սուրբ հոգին է մեր մեջ Հալելույա Իր հոգին է մեր մեջ Հալելույա Սուրբ հոգին է մեր Ամեն համեցեք նստեք Հալելույա Բարի օր ձեր բոլորին սիրելիներ, հարուտ եղբայր, խորին շնորհակալություն եմ հայտնում իսկապես մաքրեզիս եւ լվա եւ դաշտի մեջ զորացրու։ Սիրելիներ, Աստծո ներկայությունը այստեղ է, զգալի է, երկի ժամանակ ամբողջ մարմինս ինչերի են թարգվում եւ ամբողջ մարմնով թմրած Տիրոջ զորությունն է զգում սիրելիներ։ Մենք այս երկու շաբաթներ է սերտում ենք Թեսաղոնիկեցի թուղթ նամակները եւ Աստված մի արտնություն տվեց, որ Պողոս Արաքյալ Փիլիփեից տեղափոխվեց Թեսաղոնիկե եւ Փիլիփեի ժողովուրդը իրենց զորությունով, իրենց կարեկցածի չափով իրենց լուման ուղարկեցին Թեսաղոնիկե Պողոս Արաքյալին եւ տեսեք Պողոս Արաքյալի այդ տված շնորհակալական խոսքերը սիրելիներ, որ ասում է եւ իմ Աստվածս ձեր ամեն բիդույքը պիտի լեցնե իր ջոխությանը չափով, փառքով Քրիստոս Հիսուսին ձեռքով, արդ Աստծո ու մեր հորը փառք Դավիդյանս Հավիդենից ամեն։ Սիրելիներ, սա ոչ թե մենք մարդու համար ենք անում, ինչ որ կատարում ենք, ինչ որ անում ենք, Աստծո փառքի համար ենք անում, սիրելիներ։ Ես իմ վկայությունիցս գիտեմ, իմ ամենադժվար ժամանակներից, ֆինանսական դժվար ժամանակներից, երբ որ եկեղեցի էի գալիս եւ կարեկցածի շապ, երբ որ իմ լումաս էի տալիս եկեղեցուն, իմ Տիրոջս առջև, կարծես իմ մեջս մի զորություն էր գալիս, կարծես իմ մեջս մի ուրախություն էր գալիս, կարծես իմ ամբողջ մարմնիս մեջի այդ տագնապը որ կա, այդ չար միտքը որ կա, մեջս մեկ խաղաղություն էր գալիս սիրելիներ։ Տերը ձեր բոլորին օրհնի, Տիրոջ զորությունը ներկա է այստեղ, Տիրոջ աներևույթ ձեռքը այստեղ է եւ դիպչի ամեն մեկիս առանձին եւ մաքրի մեր հոգիները։ Եվ կուզեմ ավելացնել նաեւ տեսեք ինչ ասում Պողոս Արաքյալ Թեսաղոնիկայի եկեղեցին, երկրորդ Թեսաղոնիկայի 3:13-ի մեջ ասում է, բայց դուք եղբայրներ մի ձանձրացեք բարիք գործել է։ Սիրելիներ, Պողոս Արաքյալ Թեսաղոնիկայի եկեղեցին Փիլիփեից դժվարությունների մեջից եկավ եւ եղբայրներ անվանեց։ Սիրելիներ, մենք բոլորս այստեղ նստած քույր եղբայրներ ենք Տիրոջմով, քանի որ երբ որ ասում ենք հայր մեր, որ երկինքն ես, հայր մերը ոչ թե մենակ իմ հայրս է, ձեր բոլորի հայրն է։ Սիրելիներ,
սիրելի քույր եղբայրներ, Աստված ձեզ զորացնի, Աստծո զորությունը ձեր մեջ գործելով ուրախություն բերի եւ այդ ուրախության մեջ ձեր ձեռքերը բանալով Տերի, ձեր նման բերեք Տիրոջ առջևը։ Աղոթենք սիրելիներ։ Երկնավոր Հայր, փառք եմ տալիս, որ քեզ նման հայր ունեմ։ Փառք եմ տալիս, որ այսպիսի խոնար հովիվ ես պարգևել մեզ։ Փառք եմ տալիս իմ եկեղեցուս համար Տեր։ Օրտես ամեն մեկ լուման եւ հայրապատկես, հատկապես օրտես ամեն անձ, որ այստեղ բաժին են կազմում Տեր։ Օրտես ամեն մեկին, ամեն մեկ նորեկ քույր եղբայրին, որ այստեղ են Տերիմ։ Այս բոլորը քո սուրբ անունից եմ խնդրում, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Այսօրվա հատվածը, որ գուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ, նորեն գուկա առաջին գլուխ են, եւ երբ առաջին գլուխը կդարձնեք Թեսաղոնեցիս եւ գուսամ որ ձեր սուբկիրքերը ցեզի հետ են բդույթի չեք եկած եկեղեցի, ապա սուբկիրքով եկած եք, լավ գլա, եթե փերեք, կալանկամ եթե ճունիկ սուբկիրք, մենք ցեզի կրնանք հայթայթել սուբկիրք եւ կրնանք այդ սուբկիրքերը ցեզի հետ փերել։ Համարը, որ միասին պիտի առնենք, իրականության մեջ մեկ phrase մնե, 2-3 բառ է, որ միասին պիտի առնենք այսօր, բայց անոր խորը պիտի թափանցենք, թե ինչու համար այս հատվածը այնքան կարևոր է։ Թեսաղոնիկեցի եկեղեցին գենցաղով իրենք նմուշ եղած են, անցնող գիրակի խոսեցանք, թե ինչ տեսակ նմուշ մնային, ինչ տեսակ օրինակ մնային։ Այսօր մենք միասնապար պիտի նայենք, թե անոնց նմուշին մեջ են որ բանն է, որ Պողոս Արաքյալ կմեջբերե եւ կքաչալերե եւ ծովը զիրենք գմղե, որպեսզի անոր մեջ հաստատ մնան։ Եվ ասիկա կխորին, որ ամեն հավատացյալի համար կարևոր է մեր կյանքերում մեջ ունենանք։ Հիմա հետևյալը պիտի նշмарեք, երբ որ կգարտաս առաջին գլուխ 3-րդ համարը գսե, ցեզ անդադար հիշենք մեր աղոթներում մեջ Սկիզբը գսե երկրորդ համարի մեջ գսե կկողանանք Աստծո մե ամենադեն ծեր ամենուն համար ցեզ հիշելով մեր աղոթներում մեջ երրորդ համարի մեջ գսե անդադար հիշելով երկու անգամ գսե կհիշենք ցեզ մեր աղոթներում մեջ եւ վերջի գսե անդադար կհիշենք ինչպես կհիշենք ցեզ ծեր հավատքին կորձը սիրո աշխատությունը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հույսին համբերությունը Աստծո ու մեր հոր առջև Հատվածին մեջ պիտի նշмарեք, որ գսե ծեր հավատքին կորձը կհիշենք եւ երկրորդ համարի մեջ գսե կփարավորենք դերը ցեզ հիշելով եւ վերջը գսե կհիշենք ծեր հավատքին կորձը Հավատքին կորձերը չէ, հավատքին կորձը Հիմա բիզնես հավատքին կորձերում մասին պիտի խոսեմ այսօր, բայց հավատքին կորձն է, որ պիտի շեշտեմ Հավատքին կորձը Եվ երբ կմտածեի բացատրելու համար, թե ինչպես կրնամ հասկացնել հավատքին կորձը եւ հավատքին կորձերու տարբերությունը, միտքս հետեւյալը եկավ։ Քանիներդ, երբ որ թուզի ձար տեսնեք, երբ որ թուզի ձարը տեսնեք, գսեք, ասի թուզերու ձար է։ Չեն գսեր, չէ՞, թուզերու ձար է։ Ինչ գսենք։ Թուզի ձար է։ Խնցորի ձար դեսես, չես է, դասի խնցորներու ձար է, խնցորի ձար է, բայց սխալ չէ, որ խնցորի ձարս ենք, թուզի ձարս ենք, երբ որ այդ ձարը մեկ է ավելի խնցոր և թուզ գարդատր է, սխալ չէ, միսակ եղբայր, թուն թուզի խնցոր է լեմոնեգը հասկնաս, սխալ չլար ասենք, որ ասի թուզերու ձար է, խնցորներու ձար է, Խաղուղներու որդադունգ է, բայց մենք կսենք թուզի ձար, խնցորի ձար։ Եվ եթե դեսնենք, որ այդ խնցորի ձարը մեկ հատ խնցոր գուտա, ինչ կսես, թապվելիք է։ Կորձի չի կար։ Տուն բիդու զեր կուդանըտ մեջ մեծ խնցորի ձար մծանես, մեկ հատ խնցոր դա։ Բիդու չուզես։ Այդ հանգամանքով բահմը մտածե երբ այս հատվածը կգարտաս։ Պողոս Արաքյալ գսե գհիշենք ծեր հավատքի կորձը։ Հոն մի գենար սակայն։ Մի մտածեր որ ասոնք մեկ հատ հավատքի կորձ ունեին, ասոնք շատ հավատքի կորձեր ունեին, բայց մեկ հավատքի կորձը սելով կներկայացնես իրենք իբրև ձարմը, որ բտղադու է։ Հավատացյալը քրիստոնյան, այո, մեկ քրիստոնյա է, բայց իր հավատքի կորձը մեկ կորձ չէ, իր հավատքի կորձը բազմադեսակ կորձեր են։
Եվ Պողոս արաքյալ այդ հավատքի կորձը երբ որ գխոսի իրենց կներկայացնե դարբեր վիճակներ իրենց կյանքեն, որ բդղադու ծարի նման բդուղներ կուտա։ Առաջինը որ գուզեմ նշмарենք հետևյալն է, երբ որ մենք հավատքի կորձ գսենք, շատեր կան որ կգարձեն, որ հավատքի կորձը պետք է ընենք, որպեսզի փրկվենք։ Երբ որ անձերու կհանդիպիկ, անձիկ կան, որոնք իրենք հավատքի կորձեր գնեն, եկեղեցի գերտան, տրամ գուտան, հիվանդներուն գայցելեն, աղքատներուն գոքնեն, իրենց սուրբ քիրքերը կգարտան, իրենց աղոթները գնեն, մոմերը գվարեն, խաչակնքեն, որոշ գրոնական իրենց սովորությունները գնեն եւ գխորին, որ ասոն քանի որ հավատքի կորձեր են, իրենք երկինք պիտի երթան։ Եվ այդ հույսով գնեն, այդ հավատքով գնեն, այդ ընդունելությամբ գնեն, որ այս կորձերը զիս երկինք պիտի դանին։ Աստծո խոսքը մեզի գաստարար է, որ մենք երբեք այդ ծևով չմտածենք։ Աստծո խոսքին մեջ մենք հետևյալը գիտենք, որ մեր փրկությունը Տերոջմով է։ Սրի բարգև է, որ Տերը մեզի այս փրկությունը բարգեված է։ Կորձերեն չէ, որ մարդը բարդանա, հապա Աստծո շնորհքն է, որ Աստված Հիսուս Քրիստոս իր որդին ղրգեց, որ մեզի համար գադարյալ ապրեցավ այս կյանքը, եւ վերջը մենք զինքը խաչը հանեցինք, երբ մենք զինքը խաչը կհանենք, խաչը ելած ադենը ինքը ըսավ դեր ները անոնց, քանզի չեն գիտեր ինչ կնեն։ Մերնելեն ետքը մենք գիտակցեցանք, որ այն խաչին վրա իր թափած արյունը մեր հանցանքներուն համար էր։ Ինքը արժանի չէր մերնել, նույնիսկ այդ անհատը, որ խաչին վրա կմերներ, ինքը դարձավ իր մյուս անձին, որ անալ խաչին վրա կմերներ։ Ըսավ, մենք ըսավ արդար կմերնենք, այս մարդը ըսավ, փամը չերած, որ արժանի է լա մերնելու։ Ցեվում ասավ փերանդ կոչե հասկացիր քու սխալականդ եւ վերջը Հիսուսի թարնալով ասավ դեր հիշեզիս քու թակավորության մեջ գիտակցեցա որ ինքը իր մեղքին համար կմեռնի բայց մեկը հոնդեր որ իրեն համար կմեռնի եւ ինքը պատրաստ էր իր մեղքերուն խոստովանանքը ընելու հոնդեր եւ դերոճմե փրկությունը ստանալու ինչ լավատ մարդը խաչին վրա մեռածադենը եկեղեցին տրամ դվավ Աղքատիմը օգնեց, մոմ վարեց, զադիկ եկեղեցի գնաց, իր հարստությունը աղքատներուն հետ բաժնեկցեցավ, բամը չրավ, խաչին վրա մերած ադենը, հասկացավ այն ճշմարտությունը, որ Հիսուս, որ խաչին վրա կմեռնի, իր մեղքերուն բադիժին համար կմեռնի եւ խոստովանեցավ Խոստովանելով փրկությունը ստացավ։ Փամը չրավ։ Պողոս արաքյալ դարիներ յետ կասավ շնորհքով փրկված եք դուք եւ ասիկա ցեզ մեջ է, հապա Աստծո բարգեւն է։ Այս Աստծո բարգեւն է, որ մենք կստանանք գիտնալով որ կորձերով չէ որ մենք կփրկվենք, հապա մեր հավատքով է որ մենք կփրկվենք։ Հավատք, որ Հիսուս Քրիստոս մեզի համար մեռավ խաչին վրա, մեր մեղքերուն բադիժը վճարեց եւ մենք ընդունեցինք այդ բադիժին արդյունքը մեզի համար։ Եվ մենք փրկվեցանք մեր հավատքին պատճառով։ Հավատքի կորձը անոր արդյունքն է, որ գիտակցի դեր ինձ համար մերալ, ես արժանի չէ եւ ես հիմա պատրաստ եմ բոլոր կյանքովս քեզի նվիրվելու եւ իմ կյանքս քեզի համար պիտի ապրեմ։ Այս է հավատքի կորձը, առաջին կորձը։ Սա միասնապար գուզեմ ճամփորդենք հաջորդ մասին մեջ։ Որ Պողոս արաքյալ իր ճամփորդությունը գնե եւ ճամփորդության ընթացքին գայցել է դարբեր եկեղեցիներ եւ այս Թեսաղոնիկեի եկեղեցին այդ եկեղեցիներն մեկն էր որ Պողոս արաքյալ իր երկրորդ ճամփորդության ընթացքին այցելեց Պատմությունը արձանագրված է Կորց Կարաքելոց 14-րդ գլխում վերջավորությունն են 15-րդ գլուխեն մինչեւ 18-րդ գլուխ Այս ճամփորդության ընթացքին Պողոս արաքյալ դարբեր քաղաքներ այցելեց Քիչ առաջ եղբայրս մատնանշեց Փիլիպպեի քաղաքը։ Փիլիպպեի քաղաքեն ելավ Թեսաղոնիկեի քաղաքը գնաց եւ Թեսաղոնիկեի մեջ սկսավ քարոզչությունը։ Այս քարոզչություններողություն Փիլիպպե վերջեն գնաց։ Թեսաղոնիկեի մեջ ծառայությունները սկսավ անել եւ այս ծառայություններուն մեջը Աստված զինքը օրհնեց եւ հասկանանք որ մի քանի
ամիսներ այս Թեսաղոնիկեի եկեղեցին մեջ իր ծառայությունը հրավ։ Հետաքրքրական էր, որ մինչ իր ծառայությունը գներ այս Թեսաղոնիկեի եկեղեցի մեջ ավետարանը կքարոզեր, շատեր հավատացին իրեն։ Կարդացեք 17-րդ գլուխը, եթե չեք, բահմը եթե սուրբ գիրքեր ունիք, դարձուցեք Գործք Առաքելոց 17-րդ գլուխ եւ միասին արագ մգարտանք առաջին 9 համարները։ Գործք Առաքելոց 17-ը, ուր կպատմե իր փորձառությունը Թեսաղոնիկեի եկեղեցին մեջ։ Կնամ խնդրել, որ ոտքի գայնիք։ Գսե անոնք, այսինքն Բողոս եւ Շիրա, Ամփիպոլիս եւ Աբողոնիա բդդելով Թեսաղոնիկե կացին, ուր էր հրյաներուն ժողովարանն։ Բողոսալ իր սովորությանը պես անոնց հետ մտավ եւ 3 շաբաթ օր խոսեցավ անոնց հետ քիրքերեն։ Մեկներով երբ որ քիրքերեն գսե, այսինքն ոչ թե աշխարհի քիրքերեն, հաբա Աստվածաշունչեն։ Աստվածաշունչ մատյա 5 դագարանեն, մարգարեություններեն, Եսայա, Սամոսած, Հենկամադյանը, Ձնընթոց, Ելից, Ղևդացոց, Սամոսած, այն քիրքերեն, որ իրենց հետ սկսավ խոսել։ Եվ սկսավ մեկնել անոնց այդ քիրքերը։ Եվ գսե մեկնելով եւ անոնց արչեւ տնելով, թե պետք էր, որ Քրիստոս չարչարվեր ու մերելներեն հարություն առներ, եւ թե այն Հիսուսը, որ ես ցեզի կքարոզեմ, ասավ, Քրիստոսն է։ Անոնց մե ոմանք հավատացին ու Բողոսին եւ Շիղային հետ միացան, աստվածավախ հույներեն ալ մեծ բազմություն ու երևելի գիներեն, նայեցեք գիները գիհիշվին հոստել։ Հունաստանի մեջ գիները նշանավոր էին, ինչպես հոստել նաև այսօր։ Հույներեն ու ալ մեծ բազմություն ու երևելի գիներեն ալ հավատացողները քիչ որ չէին։ Բայց չհավատացող հրյաները նախանցեցան եւ քանի որ թադարգաբորդ անորեն մարդիկ առնելով աղմուկ հանեցին ու քաղաքը դակնու վրա արին եւ Հասոնին դանը վրա հարցակելով գուզեին զանոնք ժողովքին արչեւ դանին, որոնք Բողոս եւ Շիղան, որ այս արտնությունը բերած էին Թեսաղոնիկեի մեջ։ Երբ որ զանոնք չգտան Հասոնի դան մեջ, մեկ քանի եղբայրներ քաշելով դարին քաղաքապետյանին արչև, քաղաքապետներուն արչև եւ գանչ վրդելով, թե անոնք որ աշխարհը դակնու վրա ըրին հոսալ հասերեն, որոնք Հասոն ընդուներ է, ասոնք ամեն կգայսրին հրամաններուն թեմ կկործեն, ըսելով թե ուրիշ թագավոր մգա Հիսուս։ Եվ խրովեցուցին ժողովուրդն ու քաղաքապետները, որոնք այս բաները գլսեին։ Բայց երբ Հասոնեն եւ ուրիշները երաշխավորություն արին, արձակեցին զանոնք։ Հրամեցեք նստեցեք։ Արձակվեցան այս դժվարությունները, նեղությունները, մինչ այդ Բողոսը դուրս գնաց եւ հեռացավ Թեսաղոնիկեին, բայց իր սրտի մեջ Թեսաղոնիկեի ժողովուրդը դեղ գրաված էր։ Թեսաղոնիկեի ժողովուրդը ընդունած էր Տերոջը խոսքը։ Թեսաղոնիկեի ժողովուրդը համաձայնած էր այդ ավետարանին, այդ բարի լուրին, որ իրենց հասած էր Պողոսի կողմեն։ Եվ Պողոս առաքյալ, քանի որ իր սրտի մեջ թրոշմված էր այս Թեսաղոնիկեի հավատացյալները, երբ որ գերտա թեպի Աթենք եւ վերջիվերջո Աթենք կհասնի, Աթենքի մեջ իր սրտի մեջ հարց կլա, դարդ կլա, դերդ կլա։ Գուցե գիտնալ, որ Թեսաղոնիկեի հավատացյալները ինչպես են։ Եվ կգարտանք երկրորդ Թեսաղոնիկեցի կամ առաջին Թեսաղոնիկեցի երրորդ գլխում մեջ գսե այնքան ցեզմով մտահոգված էի, որ գսե երրորդ գլխում մեջ Տիմոթեոսը գրգեցի ցեզի, որբեսի ցեզմե ինձի լուրեր բերե թե արդյոք ինչպես եք։ Եվ երբ որ գսե վերադարձավ Տիմոթեոսը, ցեր բարի լուրերը ինձի բերավ։ Եվ այդ բարի լուրերն էին, որ զինքը ներշնչեց, խանդավառեց։ Բայց չշփոթենք, երբ գսե բարի լուրեր բերավ, նույն ադեն լուրեր բերավ Թեսաղոնիկեի եկեղեցի են, որոնք մտահոգեցուցիչ լուրեր էին։ Թեսաղոնիկեի եկեղեցին դժվարություններու, նեղություններու մեջ են գացել։ Թեսաղոնիկեի եկեղեցիի մեջ Եհովայի վկաներ կային։ Այն ադեն չի կային Եհովայի վկաներ, բայց այսօր կհասկանաք, երբ որ Եհովայի վկաներ գսեմ։ Թեսաղոնիկեի եկեղեցիի մեջ մորմոնները սկսած էին մտնել։ Այն ադեն չի գար մորմոններ, բայց այդ խաղապարաբաշտը մարդիկ սկսած էին մտնել։ Այլ խոսքով սուտ վարդապետությունները սկսած էր եկեղեցիին մեջ մտնալ։ Եկեղեցին նաև չարչարանքներու վիճակները կանցներ, նեղություններու հրյաներ կային, որոնք հավատացյալ հրյաներ չէին, քրիստոնյա հրյաներ չէին եւ հրյաներուն գզրբարդեն,
կթադաբարդեին, որ ասոնք ուրացած հրյաներ են, ճշմարիտ հրյաներ չեն, իսկական հավատացյալներ չեն։ Եվ այս նեղությունները Թեսաղոնիկեի եկեղեցին վրա կար, բայց Թեսաղոնիկեի եկեղեցին հավատարիմ էր։ Թեսաղոնիկեի եկեղեցի քրիստոնյաները այն ինչ որ Պողոս առաքյալեն լսած էին, հաստատ կեցած էին անոր վրա։ Եվ անոր համար է, որ Պողոս առաքյալ իրենց հավատքի կորձը կքաչալեր է։ Արաքմը, որչավ արակ կրնամնել չեմ գիտեր, բայց արաքմը գուզեմ ցեզի հետ մաննանշել այս ծարին բդուղները, բայց ծարը մեկ է։ Okay, իրենց հավատքը գուզեմ ցեզի հետ մաննանշել։ Բահ մնայեցեք, առաջինը որ գսե հոնդեղին չէ, գսե առաջին գլուխ 6-րդ համար Թեսաղոնիեցիս, եթե սուբ գիրք ունեք թարցուցեք, 6-րդ համարի մեջ հետևյալը գսե ցուկալ մեզի ու դերոջը նմանելով ընդունեցիք խոսքը շատ նեղության մեջ Սուրբ Հոգին ուրախությունով։ Առաջին բանը որ հավատքին կորձը գտեսնես, անիգա է որ գնդունի խոսքը, գնդարաչե խոսքին։ Եվ գուզեմ քիչ մը քեզի հետ հասկացվել, թե ինչ կնշանակե խոսքը ընդունել, խոսքը մեջ մեր անցին մեջը առնել։ Նայեցեք, Հովաննու առաջին գլուխ 13-րդ համարը գիտեք ինչ գսե։ Հիսուս եկավ գսե, անոնք որոնք զինք ընդունեցին, անոնց ինչ իշխանություն տվավ Աստծո որդիները լալու։ Քիչ առաջ ասի որ հավատքը աշխատանք չպահանջեր։ Բայց ընդունելը հոսեղ իբրև հավատքի կորձ կնկատվի։ Ընդունելու համար թուն կորձ մը պիտենես։ Ինչ կորձ պիտենես։ Մտային հոգեգան սրտիդ մեջ կորձ մը պիտենես։ Որոշումը պիտի առնես։ Որոշումը կորձ է։ Այս քույրս ավոր ցերկը ծալներ է։ Վրաշուն է, բարձրայս օրինակ կբերեմ։ Երբ որ կորձը պիտենես, ցերկը չես ծալներ։ Ինչ կնես, թևերդ կսոտես, որոշումը կառնես եւ կորձի կանցնես։ Մտային ընդունելը Աստծո Հիսուս Քրիստոսի ավետարանը կնշանակե միտքիդ մեջ են ցերկ ծալելը կհանես։ Առաջին բանը։ Երկրորդը միտքիդ թևերը կսոտես, երրորդը միտքդ կտնես որ այդ սոտած թևերը պիտի կորզածես։ Շիրակ եմ թե սխալ եմ։ Հիմա բարձ ցեվո ադիկա մտաբատ գերմն է որ գրնամ ցեզի դալ, բայց ադիկա բահմը արտնցնի եւ նաեւ ինչպես ինչ կնշանակե սա։ Նախ եւ առաջ հաստատեմ որ Հիսուս ինքը ասավ այս է կորձը ասավ Հովաննու 6-րդ գլուխ 29-րդ համար եթե գուզեք կովերնիտ գրել որ հավատալը կորձ է։ Հավատքը Աստծո բարգևն է։ Շնորհքը Աստծո բարգևն է, բայց կորզատրելը մեր բարդականությունն է։ Մենք պետք է արարքով պատասխանենք այդ նվերին, որ մեզի եկավ։ Ինչ լավ գլա ես ցեզի նվեր մտամ, դու նառնես այդ նվերը, եւ ես 10 տարի վերջը դու նդ կամ տեսնեմ, որ այդ նվերը դա գավին պատտված է հոնդեղ։ Ինչպես կսկամ ես։ Ինչպես կսկաս դուն։ Եթե ես քեզի նվեր մտվի, որ դու կորզած ես, դու գարնես ադիգա կպատես կտնես հոնդեղ եւ կմնա հոնդեղ։ Անցյալները մեկում դու նայեցելեցինք, որ այսօր հոգադարությունը քիչ մի ինձի հանձնված է։ Այս օրիորդը դարեց օրիորդն է, երբ որ սկսանք իր դունը մաքրելու, նշмарեցինք, որ 20 տարի առաջ դրված չոկոլադի դուփ մգա, որ դագավին փաթված բահված է։ Օրը պիտի կորզած է ադիգա։ Հավատացյալներ կան, որ չոկոլադը, Աստծո չոկոլադը պատրաստ այնպես մը բահած են, ձալած են եւ գսեմ որ չլավ որ թփնաս։ Օրին մեկը պիտի կորզածեմ։ Երբ որ դերը վերաթարնա, կորզածելը դիմաց պիտի չունենա այն ադեն։ Բադասխանը պիտի դան անոր համար Հիսուս կսե այս է կորձը Հովաննու 6:20-ի մեջ, որ դուք հավատաք, որ Աստված հայրը զիս խրգեց։ Կորձը ասիգա է, որ դուք հավատաք, որ ինչ կնշանակե։ Հավատալ կնշանակե նախ եւ առաջ համոզվել, որ այն ինչ որ գլսես Աստծո ճշմարտությունն է։ Մարդկային ճշմարտություն չէ, Աստծո ճշմարտություն է։ Այս քիրքը մարդը չէ գրած։ Այս մարդը իր ցերկը արդոնած է, որ դերը իր քրիչը կորզած է եւ Աստծո խորհուրդները արդահայտ է։ Այս քիրքը պիտի համոզվես, որ այս քիրքին մեջ են ինչ որ քեզի կկարոզվի մարդկային քարոզ չէ, աստվածային քարոզ է։ Աստուծո է որ քեզի կա այս խոսքը։
Անոր երկրորդ գլուխ 10-րդ համարի մեջ Պողոս Արաքյալը գսե առաջին Թեսաղոնիկեցիի մեջ։ Գսե 10-րդ համարի մեջ ցուկ վգա եք գսե եւ Աստվածալ, թե ինչպես սրբությունով, արդարությունով, անարադությունով վարվեցանք ձեր հետ, որ հավատացիք։ Եվ 10-րդ համարի մեջ գսե ասոր համար մենք անդադար կկողանանք ասուսն է, որ մեզ մե Աստծո խոսքը լսելով ընդունեցիք Աստծո խոսքը լսելով։ Ոչ թե իբրև մարդոց մե, հաբա ինչպես ճշմարիտ է, որպես Աստծո խոսքը, որ նաև գներկործե ծեր մեջ, որուն դուք կհավատաք։ Այն խոսքը, որ եկավ ցեզի Աստծո խոսքն է։ Բահմը մտածե, Դանիելը չէ խոսող այսօր։ Եվ հբարդությամբ չեմ ասել, ամենայն խոնարհությամբ կսեմ, Դանիելին խոսքը չես լսել այսօր, Աստծո խոսքն է որ կլսես։ Դանիելը ակլոր մնե հոստեղ միայն։ Իրականության մեջ Փաղամին աչքով նայեցնե իշուկ մնե, որ բարձավես Աստծո խոսքը կխոսի։ Եվ Աստծո խոսքն է որ ընդունիս, Աստծո խոսքն է որ կընդունիս, մորցիր Դանիելը, մորցիր Ալբարյանը, մորցիր ասում ամեն շեղումներ են, որ քեզ եւ զիս կշեղեն, Աստծո խոսքն է որ քեզի ուկա։ Առաջինը համոզվել է որ Աստծո ճշմարտությունն է որ դու կստանաս։ Համոզվել որ Հիսուս Քրիստոսով է փրկությունը, ուրիշ անուն չկա, ուրիշ անցը չկա, ուրիշ միջոցը չկա, երկինքի մեջ, երկրի վրա որ մարդոց դրված է, որով կարենանք փրկվել։ Անոր պիտի համոզվես։ Հավատքի առաջին քայլը։ Երկրորդ անիկա է որ պիտի հանձնվես եւ վստահես կյանքը, որ այս պատկամը անհատական դարձնես դու։ Քիչ առաջ երբ որ երկենք, անհատաբես երկեցինք։ Եվ վերջը ցեզի գոչ ուղեցի որ իբրև ժողովուրդ երկենք այդ երկը։ Բայց անհատական որոշում մնա դիգա հանձնվել իմ կյանքս հանձնել Տերոջը ամբողջությունով իմ կյանքս Տերոջը բիդամ իմ կյանքս չի ասի Տերոջը կյանքն է եւ երբ որ Տերը ինձի համար մերավ խաչին վրա իմ մեղքերուս համար իր կյանքը զոհեց եւ ես կհավատամ որ ինձ համար զոհեց ես կընդունիմ ադիգա իբրև իմս իմ մահս անորամար է որ մգրդություն ունենանք անոնք որոնք մգրդվեցան մեզի հետ այդ Խաղապարն է, որ մենք Քրիստոսի հետ մգրդվեցանք, քանի որ Հիսուս խաչին վրա մեռնելով իմ մեղքերուս համար, ես ալ իմ մեղքերուս համար գմեռնիմ ոստեղ եւ հարություն գարնեմ իրեն համար։ Հանձնվել, վստահել եւ կյանքս ապրել իր փառքին համար։ Իսկ երրորդը անիկա է, որ հավատքին կորձը միտքս փոխել է։ Հավատքին կորձը միտքս փոխել է։ Միտքիս հագումները փոխել է։ Միտքիս ուղղությունը փոխել է։ Միտքիս արդահայտությունը փոխել է։ Եվ անիկա որտեղ են գուքա։ Աստծո խոսքեն գուկա։ Աստծո խոսքեն գուկա։ Երբ որ Աստծո խոսքին ճշմարտությունները, Աստծո խոսքին խորունգ իմաստավորումները գսերդես, ժամանակի ընթացքին քու մտքիդ պատկերները, երևակայությունները, փափակները, դեսիլքները, արդահայտությունները լման կփոխվին։ Եվ ասիկա կորձ գուզե, աշխատանք գուզե։ Ձեր հավատքին կորձը գսե, ինչ է, կքաչալերես իրենք։ Դու գրնաս քաչալերել, գրնամ քաչալերել քեզի այսօր որ քո հավատքիդ կորձը կնահատանքի արժանանա։ Քիշեր ու ցորեք մենք եղբայր ունենք եկեղեցիի մեջ որ երբ որ իրեն հարցում արցես վարգան մգնայես ու քիրքեսը մեկ վարգան փանամ քեզի աստեղեն գարտամ։ Ինչու՞։ Քանի որ մտքին խորհուրդները խոսքին մեջ են որ գարդահայտվին։ Այդ խոսքն է որ իրեն հավատքին ներշնչում բանջե։ So Թեսաղոնիկի եկեղեցին գսե կքնահատեմ ամեն անգամ որ կհիշեմ ձեր կորձը գսե կհիշեմ ձեր հավատքին կորձը հավատալով Հիսուս Քրիստոսի վրա հանձնվելով Հիսուս Քրիստոսի վրա ցևավորելով ձեր միտքը Հիսուս Քրիստոսի վրա երկրորդ հավատքի կորձը ինչ է երկրորդ հավատքի կորձը անիկա է որ 9-րդ համարի մեջ առաջին գլուխ 9-րդ համարի մեջ հետեւյալը գսե Քանզի գսե իրենք կպատմեն մեզի համար, թե ինչպես մեզ ընդունեցիք եւ ինչպես ցուկ կուրքերեն Աստծո դարձակ գենթանի ու ճշմարիտ Աստծո ծառայելու։ Հոնչի ասած առաջինը որ գսե մեզ ընդունեցիք։ Հավատքի կորձը հոստերը կտեսնես հետեւյալն է, որ հավատքի կորձը գնդունի ղրգվածը։ Հավատքի կորձը գնդունի արաքյալը։ Արաքյալը կնահատի իրենց գսե ուրախ եմ գսե Աստծո փառք ուտամ որ մեզ ընդունեցիք եւ դակավին ընդունացիք ինչու ասիկա կբերե քանի որ անցիկ կան որոնք թուրսեն Պողոս Արաքյալի հանդեպ հակառակ բաներ կխոսեն հարցում ցեզի երբեք լսած եք Ալբարյանին մասին վատ բաներ թուրսը լսած եք Եթե չեք լսած ցեզի ասեմ որոնք կպատմեն անոնք ցեզի հոնգրնամ ղրգել
Ցեզի վստահեցնեմ, որ շատեր կան, որ Ալվարյանին մասին շատ վատ բաներ կխոսեն։ Բայց դակավին դուք խոսեք։ Ինչու՞։ Քանի որ Աստված ձեր սրտերում մեջ վստահություն դրած է ղրգողին համաձայն, ղրգողին համեմատ։ Ես արժանի չեմ, Աստծո շնորհքն է ադիգա։ Շնորհակալ եմ Աստծո, որ կվստահեք, բայց ադիգա գկնահատենք Աստծո։ Բողոս Արաքյալ գսե գկնահատենք գսե, որ քիտնալով որ մարդիկ մեզի հագարակ կխոսին, քիտնալով որ մարդիկ մեզ կզրբարեն, քիտնալով որ մարդիկ մեզի թեմ կխոսին, դակավին ցուկ գնթունիկ մեզի։ Աստծո փառքը լադորամա։ Եվ հոստեղ կարևոր շեշտ մտնեմ, շատ անհրաժեշտ է մենք ճանչնանք ավետարանը փերող անհատը եւ զադորոշենք ավետարանեն։ Այսօր շատեր կան մեր համայնքներում մեջ, հոստեղ, որոնք ավետարանին սուտ վկաներն են։ Ու բարի մարդ է։ Շատ բարի մարդեր կան։ Լսե ավետարանը, որ անոր փերնեն դուրս կուքա։ Լսե Աստծո խոսքը ճշմարտության վրա հիմնված է թե ոչ, իր բարիությունը կարևոր չէ։ Անգլերենով գսեն the messenger has to be distinguished from the message. Մենք պետք է կարենանք զադորոշել ավետարանողը ավետարանեն։ Երբ որ ավետարանողը իր կյանքով անօրինակ է, շիդակ օրինակ մեջ է, թուն իբրև հավատացյալ ըսկուշ եղիր, որ անոր չհետևիս։ Հասկացիր ճշմարտությունները ինչ են եւ այդ ճշմարտություններում վրա զադորոշե, որ կան անցիկ, որոնք սուտ վարդապետներ են, որոնք քողավազակներ են եկեղեցին մեջ, որոնք եկեղեցիները եկեղեցի կերտան մարդիկ կկողնան Հիսուսի անունով։ Ջանցիր այդ տեսակ անցիկը։ Մանավանդ եթե անցիկ քեզի գուքան եւ քու հովիվիդ հագարակ կխոսեն, որովհետեւ դու իրենց եկեղեցին երթաս, դու նսկուշ եղիր, այդ անցիկը ճշմարիտ հավատացյալներ չեն։ Անոնք Հիսուսի ավետարանը չէ որ կկարոզեն, անոնք քողեր են, ավազակներ են, որ ոչխարի մորթով, սակայն ներսերնին քայլ մնե։ Այո, քեզի ավետարանը կուտան, այո, քեզի սուրբ գիրքը կկարոզեն, բայց եթե ճշմարիտ Քրիստոսը կկարոզես, պիտի չերթաս եկեղեցիեն մարդ կողնաս։ Պիտի երթաս քաչալերես հավատացյալները, պիտի երթաս դժոխքեն մարդ կողնաս Քրիստոսով, ոչ թե եկեղեցիեն մարդ կողնաս։ Okay? Բողոս Արաքյալ հստակորեն գխոսի ասոր մասին եւ գքաչալերը որ գսե ցուկ հավատարիմ եղա քանի որ հասկացակ գսե այդ թուրսի եկող մարդիկներուն միտքը եւ ցուկ մեզի ընդունեցիք եւ հոգ չէ թե գսե մենք ցեզի հետ չենք դակավին ցուկ մեզի կընդունիք ծեր հավատքը գքաչալերը հավատքի կորձը Վերջինն ալսեմ ուրիշ շատ բաներ կա, բայց ժամանակն ինձ անցավ։ Երրորդը որ գուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ, անիկա է որ գսե, երբ որ դուք ճշմարտությունը ստացաք գսե, դուք գուրքերեն թեպի ճշմարիտ եւ գենթանի ողջ Աստծո դարձակ։ I love this. Հոյագա, գսե, երբ որ ավետարանը լսեցիք գսե, դուք հասկացաք որ գսե այս աշխարհի համար ապրիլը իմաստ չունի այլևս։ Դուք գսե այդ գուրքերը որ ժամանակին գերգրբակեիք անոնց, ժամանակին անոնց ծառայություն գնեիք, ժամանակին զանոնք կբաշտեիք, ծեր դուներում մեջը գսե արցաններ ունեիք, մեկը բուդդային գնմաներ, մեկը հունական Զիուսին գնմաներ, մեկը արևու պատկեր մգար, անոր արչևները ծեր մոմերը գտնեիք, ծեր խունգերը գտնեիք։ Ինչպես? Կաբույդ աչքը, այո, անոր նման դարբեր գուրքեր ունեիք, որ գսե, դուք ծեր դուներում մեջ մասնավոր բաշտամունքի դեղեր գտնեիք, գսե, երբ որ ճշմարտությունը լսեցիք, երբ որ հասկացաք ճշմարտությունը, այդ գուրքերեն թեպի ճշմարիտ եւ գենթանի Աստծուն դարձաք։ Անոնք ոտնագող ըրիք, անոնք ծեր դուներեն դուրս ծրիք, ինչու քանի որ անոնք չեն, որ ցեզի կյանք ունան, անոնք ցեզ մեկ կյանքը կխնեն։ Անոնք ցեզ մեծ ծեր հույսը կխլեն, անոնք ցեզ մեծ ծեր արտնությունները կխլեն։ Հավատուք կսե դարձակ գենթանի Աստծո։ Գենթանի Աստծոմը որ ծեր աղոթները կլսե եւ կպատասխանե։ Գենթանի Աստծոմը որ ծեր սիրտերը կհեղաշրջե։ Գենթանի Աստծոմը որ ծեր մտքերը կնորոգե։ Գենթանի Աստծոմը որ ցեզի դեսիլ կուտա, հավիտենական դեսիլ կուտա, երկինքի պատկերը ծեր արջևը կփանա։ Միտքը չանցած երազներ գծեցնեց ցեզի որ ուրախությունով գծած կրդեք ծեր դեղեն քանի որ հայտնություններ ցեզի գուտա որ դուք երազիտ մեջ չեր տեսներ բայց հիմա դեսար երազիտ մեջ
Եվ երազիդ մեջ տեսնելով իրականություններ դարձավ քո կյանքիդ մեջ։ Այս ճշմարիտ Աստվածը սկսավ ցեզի այդ հաղորդակցության գաբի մեջ մտնալ։ Եվ գիտես, որ ճշմարիտ Աստված է։ Գիտես, որ իրական Աստված է։ Գիտես, որ դերմն է, որ գուզե քեզի օրհնել։ Հավելյալս եմ, ինչ կնշանակի գուրքերեն թեպի ճշմարիտ Աստծո դառնալ։ Կոմպյուտերդ վազ անցնես, սուրբ գիրքդ կարդաս։ Թիվ 1։ Smart տելեֆոնդ ադեններ կոծես եւ smart Աստծո հետ ժամանակ անցնես։ Ինչ կնշանակի TV-ին արչև գենալով փոխանակ սոփերը դիտելու քիշերները արթուն մնալու որ տեսնեմ հաջորդ տիպվածը ինչ պիտի լա աստղան աս աղջիկը իրարու հանդիպեցան կես մնաց պատմությունը գուզեմ գիտնալ վաղը ինչ պիտի նեն այս աղջիկը եւ դղան մորցիր այդ աղջիկը եւ դղան նաեւ որ դերը քեզի ինչ պիտի դա հաջորդ օրը երբ որ գաղութես կսես դեր այսօրվա հացը ինձի դուր ինչպես ամեն օր գուդաս փած քիրքը գարտա օրինակի համար երբ որ գուրքերեն գթարնաս այսօր մենք գիրագի օրերը հոյագապ գուրքեր ունենք։ Մեր հայ ասկը հոյագապ գուրքեր ունի։ Գուրքերը մեկը զավակս պետք է բասկետբոլի մեջ լա։ Զավակս պետք է ֆուտբոլի մեջ լա։ Զավակս պետք է այս փորձերն է, այս կորձերն է եւ ամենն ալ գիրագի օրը պետք է լան։ Քանի որ շաբաթ օրը սպառված են ամեն մարդ։ Դերոջ օրը պետք է լա, դերունական օրը պետք է լա։ Երբ որ գսե դուք վդարանը լսեցիք գսե ծեր գուրքերեն դարձակ, այն գուրքերը որ ցեզի գուրք դարձուցած էի, կարծես թե զավակը եթե բասկետբոլ չխաղագիրագի օրը, վայ, ցանկը պիտի գործընծնե։ Սո ես պատասխանատու եմ որ զավակը իր ցանկը չի գործընծնե։ Սո գնահատեմ զինքը եկեղեցի են բահել, որբեսի բասկետբոլ խաղա, որբեսի որոշ բաներ ունի։ Կամ Զավակս մեր դունը պիտի կա եւ ես ճաշ պիտի շինեմ, թորնիկս պիտի կա։ Եկեղեցի, ամեն անգամ եկեղեցի գրնամ երթալ։ Բայց զավակս ասա որ այսօր մեր դունը պիտի կա, գիրագի օր մեր դունը պիտի կա։ Եվ ես դղաս գիտեմ ինչ կսիրե, անոր համացային շուգա երթամ այդ իր սիրածները պիտի առնեմ, որովհետեւ գիրագի օրը երբ որ կովս կա, ես դղուս ներողություն իմ գուրքիս ուրախացնեմ։ Եվ այո, շատերուս գուրքը մեր ընտանիքն է, մեր զավակներն են։ Մեր թորնիկներն են, մեր ամուսիններն են։ Ես դուք գուրքերեն դարձակ թեպի ճշմարիտ գենթանի Աստծուն։ Այլ խոսքով միտքերնի թրիկ ձեր հավատքի կորձը ադիգա է որ դուք որոշեցիք ամեն բանի առաջ ես դերը պիտի պաշտեմ։ Հեսուսը ժողովրդին ասավ դուք որոշեցիք ասավ այսօր որ աստվածներուն պիտի պաշտեք։ Փղշտացիներուն աստվածներուն ամաղեգացիներուն աստվածներուն, մեր հարևաններու աստվածներուն, որոնց հերոստատեսիլները քիշեր ու ծորեք բաց է, խոհանոցները քիշեր ու ծորեք գերագուրներ կան, իրենց բարերուն մեջը վիսկինալ ունին, կոնյակնալ ունին, ալկոհոլնալ ունին, ամեննալ ունին, անոնց աստվածը պիտի պաշտեք, թե ճշմարիտ աստվածը, ողջ աստվածը պիտի պաշտեք, բայց ասավ ես ու իմ դունս Եհովան պիտի պաշտենք, դեր աստվածը պիտի պաշտենք։ Թուն որոշե այսօր որ աստվածը պիտի պաշտես։ Գոչումը քեզի է, որոշումը քեզի է։ Հավատքը կորձ է։ Հավատքը կորձ է։ Փրկությունը կորձ չէ։ Բայց փրկութենեն յետքը անփրկության վրա վստահելով կյանքը ապրելը աշխատանք է։ Աղոթենք։ Քալ գիրագի քիչ մեևս պիտի քաչը։ Ուրիշ բաներ ագամ որ գուզեմ ցեզ հետ խոսիլ։ Աղոթենք։ Վի խնդրեմ ոտքի գայնենք ինչ կմոտենանք Տերոջը։ Երկնավոր Հայր, շնորհակալ եմ այս դաջարի մեջ գտնվող անհատներուն, որոնց հավատքի կորձը գենթանի կորձ է։ Տերևս թեր քիչմը գարձր գտնվեցա։ Տերևս դեր քիչմը ավելի ուղագի խոսեցա։ Բայց դեր քու խոսքը դեսա, որ մենք հավատանք մեր արարքներով, մենք հավատանք մեր կորձերով։
Ես գիտեմ, որ շատերս հոստեղ այդ կորձերը մեզի կընկերանան, բայց դեր թերևս մասեր կա, մարզեր կա մեր կյանքերեն ներս, որ դակավին մենք պետք ունենք ավելի քեզի նվիրվելու, ավելի քեզի հաստատվելու, ավելի քեզի համար ապրելու։ Դեր երբ մեր խիղճերը թուն կխայթես, գաղութեմ, որ եթե մի բարդեզին ես խայթող օծը չլա, հավատող որը լա խաչին վրայի թափած արյան խայթոցը, որ դեր այդ խայթոցը մեզի գհամոզե մեր մեղքի վիճակին և գմղե մեզ նորոգվելու, գմղե մեզ ձունգի կալու, գմղե մեզ ներողություն խնդրելու, ողորմություն խնդրելու, կծծնե մեր արջևը մեր սխալները, մեր մեղքերը և դեր մեզի գարաչնորդ է, որ դեսնենք այդ սիրո թապված արույնը խաչին վրա, որ կհրավիրե մեզ բաշտելու, մաքրվելու, սրբակորձվելու, արդարանալու, զորանալու, ըսկաստանալու, նորություններ հագնելու, որպեսզի ջերմակ ըսկեսներով կարենան քեզ բաշտել և քու ներկայության մեջ մտնալ։ Գաղութեմ երկնավոր Հայր, մեր սրտերը փոխես, մեր մտքերը փոխես, մեզ առաջնորդես թեպի քու խորանդ, այն հոգիով, որ պատրաստ է նորոգվելու և փրկվելու։ Հիսուսի անունով գաղութեմ Տեր։ Ամեն։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ենք հայտնում քրիստոնեական առաքելություն հայոց եկեղեցու կողմից շնորհավետ կանչ հաղորդմանը հավատարմորեն դիտելու եւ աջակցելու համար։ Հրավիրում ենք ձեզ եւ ձեր ընտանիքներին մասնակցելու մեր եկեղեցու բոլոր գործունեություններին Կիրակի ժամը 1-ին հայերեն եւ 3-ին անգլերեն լեզուներով։ Նույնպես ուրբաթ ժամը 7:30-ին Սուրբ Գրքի սերտողությանը։ Ունենք տարբեր ծրագրեր բոլոր տարիքի անձանց համար։ Սպասում ենք ձեզ։